Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ եւ այդ կուսակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մանուկյանի հետ։ Պարոն Մանուկյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, եթե թույլ տաք մի փոքր այսպես հումորային բացում անեմ, ըստ Գագիկ Ծառուկյանի այն կլասիկ քաղաքական գործիչը իրականացնում է ոչ կլասիկ քարոզարշավ։ Ինչու նախ քարոզարշավի ֆորմատը ինչու եք փոխել կլասիկից, երկրորդ ինչու եք մասնակցում ընտրություններին, եթե փորձենք կարճ ձևակերպել հիմնական նպատակը եւ ինչու ընտրել ձեզ, խնդրեմ։ Ընտրություններին մասնակցում ենք, որովհետեւ ուզում ենք Նիկոլ Փաշինյանին հանենք այդտեղից, վարչապետի պաշտոնից եւ ուզում ենք իշխանությունը փոխվի, դրա համար ընտրություններին մասնակցում ենք։ Ինչու կլասիկ քարոզարշավ չենք անում, որովհետեւ կարծում ենք, որ դա այլևս հնացած մեթոդ է։ Եվ շատ անկեղծ պետք է լինենք ասելու համար, որ որևէ քաղաքական ուժ, որևէ մարզում չի կարողանում մարդկանց հետ հանդիպել, որովհետև մարդիկ ահավոր վախեցած են եւ հնարավոր է միայն հանդիպել քո կողմնակիցներին։ Քո կողմնակիցները քո ընտրողներն են։ Հետեւաբար քո կողմնակիցներին հանդիպելու համար նրանց մի հատ էլ փողոց հանել եւ նկարահանել եւ վտանգել, մենք գտնում ենք, որ սխալ է։ Եվ մենք ինչ պետք է անենք, պետք է աշխատենք այն մարդկանց, ովքեր չեն կողմնորոշվել։ Չկողմնորոշված մարդիկ չեն գալու քո հավաքին, որ այդտեղ կողմնորոշվեն, որովհետև նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս նրանց, որ նրանք հետևեն քեզ հեռախոսի միջոցով, YouTube-ում, հեռուստացույցով, չգիտեմ, WhatsApp-ով, հազար ու մի մեթոդ կա, եւ այս իմաստով մենք մարդկանց չենք վտանգում, որտեղ չեմ հիշում։ Ես 10 տարվա անդիմադիր փորձ ունեմ, ես չեմ հիշում դեպք, որ մարդիկ այսքան վախենան կամերաներից։ Այսինքն մարդկանց չեմ ուզում վտանգի տակ դնել եւ մյուսը, որ նաեւ 21-րդ դարնա նոր տեխնոլոգիաները այնքան են զարգացել, որ բացարձակապես կարիք չկա ինչ որ ժողովներ անելու, այդ ժողովները նկարահանելու, հետո դնելու դա YouTube-ում կամ այդ մարդկանց անգամ բերել այդ վայր ԱԱՑ-ն հետևներից մանա գալիս։ Սա հասկանալի է, պարոն Մանուկյան, ինչու եք մասնակցում ընտրություններին, ինչ նպատակով եւ ինչու ընտրել ձեզ, եթե շատ կարճ ձևակերպեք։ Ես շատ կարճ ասացի, մասնակցում ենք, որովհետեւ ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ։ Ավելի երկար դրա բացատրությունը պետք է ասեմ, որ մենք ուզում ենք, որ մեր միջոցով քաղաքացին կարողանա հայկական պետականության բովանդակությունը պաշտպանել, իր ինքնությունը պաշտպանել եւ նաեւ վերջին մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բավականին մեծ զանգված ընտրողների, մեր քաղաքացիների չեն ուզում գնալ ընտրություններին, որովհետև իրենց առաջարկվելիք պրոդուկտները իրենց չեն գրավել։ Հետեւաբար մենք իրենց պրոդուկտ ենք առաջարկում, որը կարող է փոխել ամբողջ խաղը ընտրությունների հետ կապված։ Դրա մասին կխոսեմ, բայց երևի թե ուրիշ հարցեր տակ թե Ես նախ հասկանանք նաև ձեր շանսերը ինչպես եք գնահատում, ասում եք որպեսզի Փաշինյանը չլինի վարչապետ, բայց կարծես չեք էլ ակնկալում, որ օրինակ դուք կարող եք լինել վարչապետ, ճիշտ եմ հասկանում։ Այդ դեպքում ինչ դերակատարում եք ունենալ։ Մենք հայտարարել ենք, որ մենք չենք մտնում վարչապետական մրցավազքի մեջ, որովհետև առաջի հերթին խնդիրը լուծվելու է խորհրդանում, հետեւաբար դրանից առաջ ասել, որ չէ, ես եմ վարչապետի տեխնացուն, դա նշանակում է, որ բանակցային դիրքերը փչացնել ի սկզբանե խորհրդանում բանակցելու համար, այո, ամբիցիա բերել առաջ, էգոիզմ, որ ասենք չէ, պետք է ես լինեմ մենակ բան։ Մենք այդ պատճառով այսօր ունենք նաև Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե Սերժ Սարգսյանը չուզենար 3-րդ ժամկետ գնար եւ չուզենար, որ չէ, որ մենակ ես պետք է լինեմ, ապահովությունն էլ չէր լինի։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն ուզում է, չէ, որ չէ, միայն ինքը 3-րդ ժամկետում լինի, դա համար մենք չենք մտնում այդ դաշտ, բայց մենք հասկանում ենք, որ այսօր իրավիճակը հետեւյալն է։ Կա Նիկոլ Փաշինյանը եւ կան 3 խոշոր ընդդիմադիր ուժերը, ովքեր հրապարակային իրենց հայտարարություններով ցույց են տվել, որ նրանք միասնական իրար հետ գործակցելու են խորհրդանում։ Սակայն ես վատ լուր ունեմ բոլոր ընդդիմադիրների համար, որ այս պահին եւ այս տենդենսը շարունակվելու է, հնարավոր չի հաղթել Նիկոլ Փաշինյանին այս ճանապարհով, այսինքն այս 3 ուժերի անցնելով Նիկոլ Փաշինյանը չի պարտվում։ Հետեւաբար պետք է, որ 4-րդ ուժ անցնի։ Բայց ինչ հաշվարկ ունեք, պարոն Մանուկյան։ Ուսումնասիրություն դեռ քարոզարշավը արժևում է։ Ուսումնասիրություն ենք եւ տենդենսները դա նաեւ այդ ուղղությամբ է գնում։ Եվ այդ 4-րդ ուժը չի կարող լինել այդ 3-ի մեջ տարալուծվող, այսինքն չի կարող լինել ուժ, որ օրինակ ասի, որ գնացեք ընտրեք այս 3-ին, գնան ընտրեն։ Այս ձևակերպեմ։ Տեսեք, քաղաքացիների մոտավորապես 200,000 քաղաքացի Հայաստանում ընտրող, հիմնականում քաղաքային
բնակավայրերում բնակվող, գյուղական բնակավայրերում էլ կան, բայց քիչ, որևէ պարագայում, որ թևն է կտրեց Նիկոլ Փաշինյանին չեն ընտրի, բայց նաև չեն ուզում ընտրել 3 խոշոր ընդդիմադիր ուժերին։ Նրանց հետ եք աշխատում։ Մենք նրանց հետ ենք աշխատում, որտեղ եթե նրանք մնան տանը, կամ հանկարծ նրանք իրենց ձայները sense բսկտեն, ոնց որ Երևանի ընտրություններին ա եղել, մենք ունենալու ենք մի իրավիճակ, որ ունենալու ենք Փաշինյանի մինչև 31 թվականի վերարտադրություն։ Այո, պարոն Մանուկյան։ Ես չեմ ուզում իմ կյանքը պատկերացնեմ, որ Նիկոլ Փաշինյանը մինչև 31 թվականը Հայաստանի վարչապետը լինի։ Հետեւաբար դա կանխելու համար Լուսավոր Հայաստանը այդ 200,000 մարդուն առաջարկում է քվեարկեն մեր օգտին, մենք խորհրդանում Նիկոլ Փաշինյանին հանելու գործը կատարենք եւ նույն ժամանակ նաեւ իրենց որոշակի իրենք վախեր ունեն, նկատառումներ ունեն, որ նախկին բարքերը չպետք է վերադառնան Հայաստան, պետք է Հայաստանը առաջ շարժվի եւ այլն, այդ բոլոր հարցերով մենք երաշխավորում ենք, որ դա թույլ չենք տալի։ Հիմա դուք ասում եք դրանք այն մարդիկ են, որոնք վստահաբար չեն աջակցում Նիկոլ Փաշինյանին եւ գուցե ոչ միայն չեն աջակցում, այլ հակառակը դեմ են, ուզում են փոխվի։ Արձանագրեն ուզում են փոխվի։ Դուք այդ մարդկանց, պարոն Մանուկյան, հստակ երաշխավորում եք, որ դուք համագործակցելու եք ընդդիմության հետ եւ օգնելու եք, որ խորհրդարանում իշխանությունը փոխվի եւ հակառակը, որ չեք աջակցելու Փաշինյանին, որովհետեւ նա էլ ըստ այդ բոլոր տվյալների եւ հարցումների չի հավաքելու բացարձակ մեծամասնություն եւ գուցե ապավինի այլ ուժերի աջակցության, օրինակ կարող է դիմել, ասել Լուսավոր Հայաստան, եկեք օգնեք մեզ, որ իշխանություն վերցնենք։ Սա բացառում եք։ Այո, բացառում եմ, դա արդեն վաղուց է բացառված, բայց նաեւ արդեն ես ձեր բացման խոսքում ասացի, որ դրա հնարավորությունը գոյություն չունի։ Իսկ մենք մասնակցում ենք, որ ինքը չլինի։ Մենք մասնակցում ենք, որ ինքը չլինի։ Մենք մասնակցում ենք, որ ինքը չլինի։ Եթե մենք մասնակցում ենք, որ ինքը չլինի, ուրեմն բացառված է, որ ինքը կարողանա մեր հետ կամ բոլոր այն ուժերի հետ, ովքեր ասում են նման տեքստ, որևէ բան անել։ Այսօր ես չեմ տեսնում ուժ, որ կարող է անցնել խորհրդարան եւ աջակցել, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Անցողիկների մեջ չեք տեսնում, ոչ թե մասնակիցների։ Ասել անցողիկներ, չանցողիկներ մի քիչ դժվար է, հա, մասնակիցների մեջ տեսնում եմ, ես նկատում եմ նրանք ովքեր որ շանս ունեն որոշակի իմաստով, գոնե երկրորդ լիգայի մեջ, եթե առաջի լիգայում դնում ենք Նիկոլ Փաշինյանին, Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչյանին, Գագիկ Ծառուկյանին, երկրորդ լիգայի ուժերի մեջ, որոնք որ ավելի առաջ են, քան են մյուս մնացած բոլորը։ Այո, որոնք են այդ ուժերը։ Օրինակ 4-րդ ուժը, եթե պատկերացնում եք, կարող եք լինել դուք, եւ ով կարող է լինել այս հարցում ձեր մրցակիցը, եթե մրցակից ասենք։ Ես չեմ ուզում հիմա անուններ տալ, բնականաբար կան այդ դաշտում աշխատող։ Ուժեղացնեք մրցակցին։ Այո, ոչ թե կուժեղացնեմ, այլ ես չեմ կարծում, որ Քարոզարշավի 7-րդ օրը պետքա դեռ անունները տալ, անունների ժամանակը կգա, բայց ուզում եմ ասել, որ այդ դաշտում շանսերը շատ մեծ են եւ մեր աշխատանքը բավականին թիրախային է եւ ես ձեզ ասում եմ, որ բայց մտածում եք ես այսպես եմ ձևակերպում, եթե մենք չանցնենք Նիկոլ Փաշինյանը մնալու է վարչապետ, որովհետեւ տեսեք, ես կարող եմ մեր վրա հույս դնել։ Պարոն Մանուկյան, դուք ասացիք այն մյուս ուժերը երկրորդային պլանի, որոնք ըստ ձեզ, բայց չեք ասում, որ ուժերն են, հավանականություն կա անցնելու, դուք ասիք, ես բացառում եմ, որ նրանք կհամագործակցեն։ Այսինքն եթե դուք չանցնեք մեկ այլ ուժ անցնի, դարձյալ այդ ուժերի ես շարունակում եի իմ խոսքը, որ դուք ընդհատեցիք, ես ասում եի, որ մեկը ես հույս չեմ կարող դնել այդ ուժերի վրա, մեր փոխարեն կարող խոսել։ Օրինակ ես որոշակի ռետորաբանություն եմ տեսնում, որ կլինեն ուժեր անցնելու շանս ունեցող, որոնք կարող են Նիկոլին չընտրել վարչապետ, բայց իրancs մեջից ուրիշ մարդու ընտրել։ Քաղաքացիական պայմանագրի միջից նկատի ունեք։ Այո, պայմանը դա դնեն։ Կարող են այնպիսի նախապայման առաջ քաշել, որ այս 3-ը չընտրի իրանց, չէ՞։ Բայց այն մյուսին ասեն նայ, եթե չէ, այն կոմի վրա եմ գնում ու այնտեղ գործարքան է։ Ասեք, որ ուժին եք, որ ուժին եք մեր պարագայում բացառված է, որ մենք ԿՊ-ից որևէ մեկի հետ մեր համար կապ չունի։ Մեր համար բոլոր ԿՊ-ն ով կա այնտեղ Նիկոլ Փաշինյանը, այսինքն իմ համար տարբերություն չկա։ Դուք ասեք, որ ուժին եք ակնարկում։ Ես չեմ ասի, բայց ինձ թվում է դա շատ ակնառու կլինի։ Լավ, ձեզ համար բացառված է, որ ԿՊ-ին կաջակցեք, իսկ օրինակ դուք վստահ եք, որ այդ 3 ուժերին, որոնց թվեցիք, հա, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչյան, Գագիկ Ծառուկյան, դեռ այսպես Սամվել Կարապետյանն ասում է, ես լինելու եմ առաջատարը, ինձ են աջակցելու, բայց գուցե նաև այլ պատկեր լինի։ Հիմա նրանցից 3-ից յուրաքանչյուրն էլ կաջակցեք, որ օրինակ լինի վարչապետի թեկնածու։ Մենք այդ հարցով հիմա որևէ բան չունենք ասելու, որովհետև մենք սկզբունքներ ունենք, այդ սկզբունքները բնականաբար երբ որ այդ պահագակ քննարկենք, այսինքն բազմաթիվ հարցերում այնտեղ տարբերություններ կան, գլխավոր հարցն է, որ Նիկոլը պետքա չլինի, այդ հարցում կարծում եմ համախոհություն կա։ Մենք առաջարկելու ենք կոմպրոմիսային մարդու ընտրել վարչապետ
եւ այդ կոմպրոմիսային մարդու ընտրելու միջոցով փոխել իշխանությունը։ Կոմպրոմիսային վարչապետը հաշվետու է լինելու ոչ թե մի ուժի, այլ մի շարք ուժերի, եւ նաեւ բանակցային գործընթացում այդ մարդը լինելու է ավելի թիկունքը ապահոված, քան հիմա Նիկոլ Փաշինյանը, որտեղ ինքը մի ուժ է ներկայացնում, իրան ասում են եղբայր Վենաստեղ ասա ինչ ենք անում, որոշենք գնանք տուն։ Դու Հայաստանում քննարկելու բան չունես, որտեղ դու ես միանձնյա որոշում։ Ես չեմ ուզում Հայաստանում որևէ ուժ, ով էլ որ կլինի։ Մենք չունենք նման շանս, բայց թեկուզ մեր մասին ունենա բացարձակ իշխանություն։ Բացարձակ իշխանություն դա արհավիրք է։ Դա այս երկրի համար կատաստրոֆա է եւ չպետք է որևէ ուժ բացարձակ իշխանություն ունենա։ Ոչ ձեր թվարկած 3-ից, ոչ ինձ Նիկոլ Փաշինյանը հիմա որ ունի, չպետք է ունենար, ոչ մենք, ոչ մեկը։ Հետեւաբար երբ պակ գա, կֆիքսենք որ ուժերն են հասել տեղ, որ տեղում են, այդ ժամանակ կքննարկենք։ Եվ ես ասեմ, երաշխավորվածություն որ թվարկած 3 ուժերը անպայման տեղ են հասնելու, այնպես չէ։ Այսինքն հարցումներում իրանք անցորիկ են։ Դե ոչինչ երաշխավորված չէ, դրաման եմ ասում, եթե պատկերացնենք նրանք են, դուք կարծում եք ամեն դեպքում կոմպրոմիսի հասնել կլինի, եթե նաև դուք եք անցնում խորհրդարան։ Հնարավոր չի որ չստացվի այդ գործընթացը եւ ստացել, որտեղ դա չստացել նշանակման Նիկոլը մնալու է վարչապետ, չի կարող չստացվի։ Պարոն Մարուկյան, նաև այս սրա հետ կապված մեկ հարց էլ ձեր խորհրդան անցնելու շանսերի հետ կապված, հետո արդեն անցնենք բովանդակային քննարկման։ Տեսեք, դուք ասացիք, որ աշխատում եք այն չկողմնորոշված ընտրազանգվածի։ Այս ուղիղ ասում եմ, որ որոշել է ընտրի Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին կամ Նիկոլ Փաշինյանին, թող հենց հիմա անջատի եթերը, ես իրան ասելու բան չունեմ։ Չէ, ես այդ մարդու ձայնի վրա, ես չեմ ուզում իրան համոզեմ ինքը ինձ ընտրի, ինչու, որովհետև այդ մարդը կողմնորոշվել է, բայց ասում եմ 200,000 կա ավել է, մեր տվյալներով 150-ից 200,000 մարդ կա, որը չի ուզում ընտրի այդ 4-ից ոչ մեկին։ Մենք այդ մարդկանց հետ ենք աշխատում։ Կարիք չկա ընդհանրապես իրանց անդրադառնալ, չեմ քննադատել, բան չեմ ասում։ Այդ 200,000-ի քվեները ստանալու համար ձեր ընկալումն եմ ուզում հասկանալ։ Դուք կարծում եք, որ նրանց ընկալումներում դուք ընդդիմադիր գործիչ եք, թե այնուամենայնիվ ձեզ այսպես կասոցացնեն իշխանությունի հետ հաշվի առնելով ձեր փորձը, հա, քաղաքական փորձը լինելով նույն դաշինքի մեջ հետո հատուկ անձնարարությունների դեսպան։ Միանշանակ ընդդիմադիր եմ համարում, որովհետև եթե ասոցացնելով լինի այս քննարկումը, ուրեմն sense ձևակերպեմ 19 ուժերից եւ միայն Ռոբերտ Քոչարյանին որ չեն կարող ասոցացնել։ Մնացած բոլորին կարող են ասոցացնել իշխանության հետ։ Որևէ իշխանության 8 տարիների որևէ փուլում։ Հա, որ ինչ որ մի կերպ համագործակցել են։ Ակնհայտ բոլորը։ Դրա համար ուզում եմ ասեմ, այտենց դժվար է, այսինքն մի մասը հեղափոխությունը աջակցել է։ Մի մասը, ամենամեծ մասը։ Ու մեղադրանք կա որ նաև Քոչարյանն էլ աջակցել, այդպես մեղադրանք եկա, բայց դա թողնենք։ Այսինքն ուզում ասեմ, քաղաքական ուժեր որպես կամ որպես անհատներ մեծ մասը կամ հեղափոխությանն աջակցել են։ Չեն եղել նրա հետ, նրա դեսպանը չեն եղել, տարբերությունը ակնհայտ է։ Մեկը դեսպանը չի եղել, մյուսը հետես ձևով աշխատել, մյուսը բիզնեսով աշխատել, մյուսը հենց հազար ձևի աշխատել են։ Տես չի որ Եվ դեսպանն էլ որևէ մեկի դեսպանը չի, Հայաստանի Հանրապետության դեսպանը։ Պարոն Մարուկյան, տեսեք, իշխանությունները եւ հատկապես վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վերջերս ձեզ շատ է անդրադառնում։ Մի գրառմանը ես անդրադառնամ, ասում է Էդմոն Մարուկյանը ընտրություններից հետո գալու է նորից մեր դռներն է թակելու, այսպես ես ավելի մեղմ եմ ձևակերպում, եւ ապաստան է խնդրելու իր եւ իր թիմակիցների համար, բայց սա 21-ը չէ, մենք նույն սխալը չենք անի։ Իդեպ ինչու է եւ նաեւ հատկապես նա ձեզ անդրադառնում։ Ես էլ ասել եմ, շլնքից հետ բռնելու ենք, դու շպրտենք այդ շենքից։ Հետո իշխանության մեջ որոշված բան կա, ես կարծում եմ, իմ զգացողությունն եմ ասում, որ ով ում արձագանքի։ Հիմա ասենք Նիկոլ Փաշինյանը արձագանքում է Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, չէ՞։ Այսօր ասած Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։ Երեք Ծառուկյան Գագիկի ուրո բան էսեց։ Այն օրը ամեն օր Սամվել Կարապետյանին է ասում։ Հիմա ինքը այդ մակարդակին Երրյակին է արձագանքում։ Իրանից հետո երկրորդ մարդը մի մակարդակ ցածր է խփում նրանց ովքեր որ անցնելու շանս ունեն։ Երկրորդը Արայիկ Հարությունյանն էր նրանց հետո։ Դե կարծում եմ այո, կուսակցությունում էլ այդպես երկրորդ մարդը ինքն է։ Պարոն Մարուկյան, այսօր իդեպ Գագիկ Ծառուկյանը ասաց, ես սխալվել եմ ժամանակին, որ աջակցել եմ, դուք ինչպես հիշեցիք, որ 18-ին եղել են ուժերը, որ աջակցել են, ասաց ես սխալվել եմ։ Իսկ դուք կարծում եք։ Ով չի աջակցել էլի 18-ին։ Ես ուզում եմ հասկանալ, դուք սխալվել եք, պարոն Մարուկյան, դուք էլ եք այդպես։ Նայեք, մենք գտնում ենք որ հեղափոխությունը ճիշտ է եղել որ եղել, այս չգիտեմ Գագիկ Ծառուկյանը ինչու՞ է սխալվել, ինքը թող ասի։
մենք որ աջակցել ենք, մենք հեղափոխության չենք մասնակցել, եկեք սա արձանագրենք։ Ես շատ լավ հիշում եմ, դուք խորհրդարանում եք։ Մենք հետո ենք աջակցել խորհրդարանում եւ կարծում եմ, որ այդտեղ զղջման ոչ մի բան չունենք, որովհետեւ դա կապ չունի այն ինչ որ տեղի ունեցել դրանից հետո։ Ինչ վերաբերում է մնացած բաներին մասով, բնականաբար չկա որևէ ժամանակ որևէ զղջում չունենա, մենք էլ մեր սխալներն ունենք շատ։ Ես կարծում եմ, որ հեղափոխություն ճիշտ է եղել, պետք էր որ դա լիներ, այդ փդած համակարգը պետքա քանդվեր եւ պետքա կառուցվեր նորը, այդ քանդելը, համակարգը փոխելը մի էտապը, մարդիկ խառնում են, էլի ախրացնում եք, այդ ճիշտ է եղել, բայց դրանից հետո Նիկոլ Փաշինյան վարչապետ ունենալ եւ շատ կարճ ժամանակ անց չհասկանալ ինչ է կատարվում, չփոխել այդ վիճակը եւ շարունակել մինչեւ պատերազմ եւ հետո դրանից հետո նորից վերընտրվել, այդ արդեն այդ սխալների այսենց շատ։ Բայց պարոն Մանուկյան, դուք կարճ ժամանակ հետո հասկացաք ինչ է կատարվում, որովհետեւ նրա վերընտրությունից հետո ստանձնեցիք հատուկ հանձնարարություն եւ դեսպանի պաշտոնը եւ կարծես, եթե չեմ սխալվում, մինչեւ 24 թիվ եղել եք այդ պաշտոնում։ Մենք ինչ ենք ասել, մենք 21 թվականին ասել ենք, որ մենք ուզում ենք որ ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն 21-ի ընտրություններով, այսինքն դրա մեջ կարող լիներ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, բոլոր ընդդիմադիր ուժերը, ովքեր որ մասնակցում էին, մենք համերաշխության քարոզ ենք արել 21 թվականին։ Այն ժամանակ, երբ որ օրինակ սպիտակները ուզում էին սևերին դատեն, սևերն ուզում էին սպիտակներին կախեին։ Այդ ժամանակ մենք դա ենք առաջարկել։ Մենք ինչ քարոզել ենք, դա արել ենք։ Բայց դա ինձ հետո չանցակ խորհրդարան։ Դե չանցանք, մենք համերաշխության քարոզ ենք արել, հետեւաբար մենք առաջարկ ենք ստացել, որ եկեք ձեր գաղափարները փորձեք կյանքի կոչել։ Էս է եղել։ Ընդ որում ես ասեմ, ինձ առաջարկել են ԲՏԱ նախարար։ Ես մերժել եմ։ Անմիջապես ընտրությունից հետո ես դեռ պարլամենտում աշխատասենյակ ունեի, աշխատակազմ ունեի։ Ես ոչ մեկին ոչ մի բան չեմ խնդրել, իրանք են ինձ խնդրել։ Ինչպես Ռուբինյանն է ասում։ Հետո 8 ամիս անց երկրորդ առաջարկն եղել արդեն դեսպանի մասով, որի վերաբերյալ դա ինչու եք ընդունել։ Էլի այդ ժամանակ ասել եմ։ Ընդունել եմ, որովհետև խոսքը գնում էր Արցախը հայկական պահելու մասին։ Բայց չպահվեց, չէ՞, պարոն Մանուկյան։ Չպահվեց, դա համար հրաժարական տվեցի։ Բայց այդտեղ շատ կարևոր բան կա։ Այդ ծրագրով է ժողովուրդը ընտրել Նիկոլ Փաշինյանին, այդ ընտրությունները լեգիտիմ են եղել, ինքը լեգիտիմ ընտրված վարչապետ է, լեգիտիմ ծրագրով, այդ ծրագիրը պետք է իրականացվեր։ Հավատացել եք այդ ծրագրին։ Եվ որ նա կիրականացնի։ Նայեք, չհավատայի, որ կարելի է դա իրականացնել, չէի գնա։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ կարելի է իրականացնել։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ կարելի է ունենալ հայկական Արցախ, բայց դա չի եղել եւ դրա մասին ամիսներով, տարիներով խոսել ենք, թե խի չեղավ, եւ այդ գիծը իր գծած կարմիր գծերը ինքը չի պահել։ Ինքը իր գծած կարմիր գծերը որ պահեր, մենք կարող ենք մինչև հիմա իրար հետ շարունակեինք այդ process-ը։ Պարոն Մանուկյան, բայց չի պահել այդ կարմիր գծերը, մենք էլ գնացել ենք։ Որ պահին հասկացաք, որ կարմիր գծերը չի պահվում, որովհետև ձեր հասցեին քննադատությունը կա, որ ինչու էր Էդմոն Մանուկյանը լռում եւ ոչ միայն լռում էր, այլ նաեւ աջակցում էր, օրինակ Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը եւ հայտարարությունը, որտեղ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Արցախը, հետո եկավ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումը, երբ հայտարարեց, որ Հայաստանը որևէ կերպ չի միջամտելու, նոր այդ բոլոր գործընթացներից հետո եք դուք հրաժարվել այդ պաշտոնից։ Ախր այնքան բարդ բանակցային բան է, որ հիմա ես կամ 5 ժամ ձեզ բացա։ Ես շատ կարճ ասեմ։ Բոլոր այդ 200,000-ը ձեզ լսում են։ Բոլոր այդ քննադատները, ովքեր որ խոսում են, թող մոտենան 19 քաղաքական ուժերին ու հարցնեն ասեն, դուք որ գաք իշխանության կամ հենց հիմա չեք իշխանություն, դուք պայքարում եք, վարչապետի տեխնացու եք։ Դուք ճանաչում եք, թե չեք ճանաչում։ Թող այդ հարցին պատասխանեն, հենց կպատասխան։ Դուք կտենաք, որ բոլորը ասելու են, որ դե տենցա դե ինչ անենք։ Հիմա հարցը դրան խնդրեմը դրա մեջ չի։ Այսօր որ Արցախը հայկական չի, Պրահայի հայտարարության պատճառով չի։ Ուղղակի ամենքը փորձել է իր վրի կեղտը մաքրի, սա վրակցի, նրա վրակցի։ Բայց Պրահայում հստակ ասեց, ես ճանաչում եմ։ Պրահան դրա հետ կապ չունի։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ձախողելու մասին է։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե իրականացվեր, կլիներ հայկական Արցախ։ Պրահայի հայտարարությունը նրա մասին է, որ կողմերը իրար ճանաչում են, փոխադարձաբար։ Եվ Ալմաթայի հռչակագրով, որտեղ կար վերապահում Արցախի հարցին, բայց այդ օրը վերապահման մասին չնշվեց։ Անգամ դուք եք ասում։ Ներողություն, Պրահայի հայտարարության մեջ, բայց չշեշտվեց, որ մենք ճանաչում ենք վերապահումով։ Ձեր մոտ ինտերնետը վերախոս կա։ Ահա, ինչ ենք անում, լսենք Բացեք Պրահայի հայտարարությունը, կարդացեք։ Եթե Արցախ բառը դեռ գտնեք, չէ, այդտեղ չկար Արցախ բառը։ Հետո կար Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը, երբ նրան հստակ հարցնում են Արցախը ներառյալ, նա ասում է այո։
Դրա դիմաց ինքը չի ստացել Հայաստանի Հանրապետության քարտեզի ճանաչում։ Մեր կռիվը դրա մասին է։ Ես անդադար ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է ստորագրի որևէ փաստաթուղթ ու փառք Աստծո մինչև հիմա ստորագրված չի։ Դեռ այդ շանսը կա, որտեղ չկա Հայաստանի ճանաչված քարտեզը։ Այս պայն նախաստորագրված է այդ փաստաթուղթը, ստորագրված չի։ Պրայա հայտարարությունը ուղղակի հայտարարությունը ինքը իրավաբանական ոչ մի նշանակություն չունի։ Դրանից հետո եկան փակեցին Արցախը։ Դրանից հետո չեկան փակեցին։ Արցախը փակեցին, գիտեք ինչից հետո, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չիրագործվեց, այդ դրանից հետո փակեցին։ Իսկ Ռուսաստանն ասաց, որ չիրագործվում, որովհետև գնացել Պրահայում ճանաչել եք։ Դուք առանձին Ռուսաստանն իր դեմքներ ուզում փրկի, այդպես էր ասում։ Այսինքն Ռուսաստանը բոլոր հարցերում արդար էր, բան տենց։ Պարոն Մանուկյան, եւս կներեք Ռուսաստանը, որ Պրահայի հայտարարությանը դեմ էր։ Պրահայի հայտարարությունը եղել է հոկտեմբերի 6-ին, ճիշտ է։ Այո, 22 թվականին։ Դրանից հետո Սոչիում այդ նույն հայտարարությունը չի ստորագրել Պուտինը։ Որովհետև հստակ ասում էր գնացել ճանաչել է։ Հա, բայց եթե ինքը դրանից առաջ հիշենք, որ Պուտինն ասաց, եթե դուք գտնում եք, որ Արցախի հարցում կան առանձնահատկություններ, մենք պատրաստ ենք քննարկել, ասաց չէ Պուտինը։ Ուզում ասեմ, ես իմ այս թեմայով այս ժամանակը մեր չի ելիքի նախընտրական։ Այս թեմայով չկա Հայաստանում մարդ, որ կարա հետս բանավիճի։ Այդ ինչ ասում են, կեսը ինչ ասում եք, մանիպուլյացիաների, պրոպագանդայի արդյունք է, կեսը սուտ է, կեսն էլ մի քիչ տենց չի։ Չէ, ես ուզում եմ հասկանալ, ինչ է տեղի ունեցել։ Արցախը դրա դեսից ես բացատրում եմ։ Չունեմ իրականում բանալու։ Ասում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չիրագործելու պատճառով այսօր Արցախը չկա։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Եթե մասնագետ կա, որ կարա ասի, որ տենց չի, խնդրեմ կարանք ցանկացած ֆորմատով հետը կռիվան։ Պարոն Մանուկյան, 22 թվականին նաև երբ հայտարարվեց, որ պետք է Արցախի հարցով նշաձող իջեցնենք եւ ոչ թե բանակցենք ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, այլ Արցախայրի իրավունքի վերաբերյալ, այստեղ մեծ աղմուկ եղավ, ընդդիմադիրներ, փորձագետներ քննադատում էին, ասում են, վերջ, այդպես Արցախի էջը փակվում է։ Դուք քննադատում եք այդ ձեզ քննադատողներին եւ ասում եք, չենք փակում Արցախի էջը, եւ ստացվում էր, որ Պրահայում կարող է գնալ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, բայց դրանից հետո Արցախին ասել գնացեք, բանակցեք ձեր իրավունքների շուրջ։ Մենք չենք կարծում տենց բան, խոսքը լինում էր հետեւյալի մասին։ Նշաձողի իջեցնելու հայտարարության մեկնաբանությունը հետեւյալն էր, որ Հայաստանը չի հետապնդելու Արցախի անկախության ճանաչում 20 թվականի պատերազմի պարտությունից հետո, որը շատ բնական է, շատ պարզ է, այլ պետք է հետապնդի, որ Արցախը մնա հայկական։ Եվ նաև կառավարության ծրագրում է այդպես գրված, նաև իմ տեսլականն էր, որ Արցախը պետք է մնա հայկական, այնպես ինչպես եղել է դարեր շարունակ։ Մենք դրա շանսը ունեցել ենք, մենք դրա շանսը ունեինք, ուղղակի ամբողջ ընդդիմադիր դաշտից միակ մարդը, ով որ դրա համար մի բան արել է, դա ես եմ։ Ինչպես։ Մնացած մարդիկ ընդդիմադիր դաշտի, բացի քֆուրանելը եւ այդ process-ի ժամանակ, ասենք վարկաբեկման process անցկացնելը ոչ մի բան չեն արել։ Ավելին ասեմ, այս երկու օրը մի տեղ եմ ինքերուն եմ ասում, լսի որ ասում, այդքան բանը գնացիր արի, հետո հրաժարական տվեցիր։ Իր հետ բան ունեցար, խնդրեմ ունեցաք, հրաժարական տվեցիք, գաղափարական տարաձայնություն եւ այլն։ Անկամ ինքը իր ասուլիսում։ Ծիծաղ զգաց Փաշինյանը իր ասուլիսում հարցում են ասում Մարուկյանն ինչի է, ձեզ քննադատում հրաժարական ատվի, ասում կարող է Պրահայի հայտարարության հետ համաձայն չէր։ Ինքն ախր է հայտարարել, դուք ինձ հարցնում եք չգիտեմ ինչ։ Բայց նա նաև հայտարարել է, որ ես դժգոհ եմ Մարուկյանի աշխատանքից։ Դժգոհ դժգոհ, որտեղ իր այդ համաձայն չէ։ Չէ, նկատում եմ հիմա Նիկոլ Կարող ես Փաշինյանի ասֆալտերյանում բանը հաստությունը փոքր էր։ Կարող ասֆալտը ես անում կամ բորջուրն էի դնում, հաստությունը փոքր էր։ Դժգոհ էր, որովհետև իրար հետ ունեինք ֆունդամենտալ տարաձայնություններ։ Ֆունդամենտալ։ Եթե դուք Պրահայից համաձայն չեք եղել, ուրիշ բան ասել, շարունակությունը անցավ Պրահայից երբ հրաժարական։ Պրահայից 2 տարի չի անցել, ախր Պրահան Ղարաբաղի Պրահան դրա մասին չի, ձեզ խաբել են բոլորը։ Հավայի կպել են Պրահից, Պրահան կապ չունի, քանի որ ամաչում են ընդդիմադիր են ուժերը, ովքեր որ դրա վրա կենտրոնացել են, ասեն որ իրանք էլ են ամեն ինչ արել որ նոյեմբերի 9-ը փլուզվի, կպել են Պրահայից։ Ընդդիմադիր ֆրակցիաները խորհրդանական ասել են նոյեմբերի 9-ը պետք է իրականացնել, թե ասել են նոյեմբերի 9-ը որ դա ստորագրել է կապիտուլյացիա։ Սկզբում կապիտուլյացիա։ Բա ինչ էին ուզում էին ասեն Պուտինի ստորագրած փաստաթղթերն ունեն կապիտուլյացիա, հետո ասեն բանա։ Ղարաբաղը պետք է մնա։ Չէ, հետո ընդդիմադիր ուժերն ասացին հիմա իրավիճակը։ Զորով ինձ խոսացնում եք որ ես չեմ ընդդիմադիր ուժերն ասացին հիմա այնքան է վատացել իրավիճակը, որ պետք է ելնեք տանք նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Եթե ուժը, ուրեմն տեսեք, եթե ընդդիմադիր ուժը սպասում է, որ սա կործանվի, հետո նրան երանի տա, այդ ուժը պետք է ինքնասպան լինի, չտենանք այդ մարդկանց։ Ինչու, որովհետև եթե այդքան չեն հասկանում, այդքան անալիզ չունեն, ինչ են քաղաքականության մեջ։
անալիզ չունեն։ Հասկանում եք, Հայաստանը պատերազմում պարտվելով հաղթող կողմից ստացել է միջանցք։ Ու կանգնեն դիմադիր ուժերը գոռում են, որ բանա, չպետք է դա իրականացվի։ Չեմ ասում այդ գիշեր ես էլ եմ դրա դեմ կռիվ տվել։ Լավ, այդ էմոցիոնալ բան անցանք։ Տարիներ անց։ Մի տարի անցավ չհասկացաք, որ այդ փաստաթղթը պետք է իրականացնել։ Երկրորդ տարին անց ավելի չհասկացաք, երրորդ տարին անց ավելի չհասկացաք, բայց դրա մանր Ղարաբաղը չկա։ Դա ո՞նց է ուզում լինի, եթե ամբողջ քաղաքական էլիտան ամեն ինչ անում, որ չլինի։ Ո՞նց է ուզում, ումի տեղ, միակ մարդը, հետ եմ գալի ինձ եք հարցնում, ես իմ տեղն եմ պատասխան տալ։ Որ դրա համար մի բան արելա, որ լինի, այդ ես եմ։ Բայց կիսատնած, ասում ես երկու օրը մի տեղ էի, մինկեոն ենք ասում դե այդքան բան արի, ինչ կֆուրացես քեզ տվին։ Հետո հրաժարական տվիր դուս եկար, ուրիշ լուբոյ մարդելներ, մի քիչ հարուստելներ, չգիտեմ ովլներ, ազդեցություն ունեցողներ տարբեր ձևերով, տարբեր էքսպերտային շրջանակների վրա, այդ մարդուն հերոս էին սարքել հիմա։ Մի հատ է հրաժարականից հետո վրա տվին, մի հատ էլ այդ ժամանակ, մի հատ է դրանից հետո դրանից շարունակ, հետո այս տարի, հիմա ընտրությունների ժամանակ։ Որ ջան, ինչ որ եղել է հրապարակային։ Եվ ես ասում եմ, որ այսօր որ Ղարաբաղը չկա, ամբողջ քաղաքական էլիտան դրա մեջ մեղք ունի։ Ու ես ավելի քիչ, քան մնացած բոլոր օպոզիցիոն ուժերը։ Օրինակ ընդդիմությունը ավելի շատ, քան իշխանությունը։ Չէ, իշխանությունը ամենաշատը։ Բայց ընդդիմությունը այդ ժամանակ ինչ պետք է աներ։ Ոնց ինչ պետք է աներ։ Այսինքն ընդդիմությունը կանգնել ասում էր Նիկոլ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իրագործի, Նիկոլն ասում էր չեմ իրագործելու, հա։ Մի հատ էս հարցնա, որ 19 թվականին, մի րոպե։ Չէ, չլսեց։ Որ 19 թվականին քաղաքական աջակցություն չկար դրա հետ կապված։ Տոտալ մի հատ գիծ էր սպասարկվում, որ պետքա փլուզել, եւ փլուզվեց։ Այդ խիտ նույն ձևի այդ նույն ոճով թրիփը չեն քննադատում։ Ամերիկայից են բախում։ Ուրիշ բան ասեմ։ Ուրեմն 19 թվականն է, մենք պարլամենտում ենք, ընդդիմադիր ուժերը գոռում են, որ Նիկոլն եկել է հողերը տա։ Նիկոլն եկել է հողերը տա, եկել է հողերը տա, մենք ասում ախպերես ինչ ա եղել։ Նիկոլ հողերը տալիս է, չէ, չեմ տալիս։ Հորս արև չեմ տալիս։ Այդ փոխաբերական եմ ասում, բայց այդ հանդիպումը եղել է, հո այսքան չի ասել եմ։ Զորաբին նացականին ասում ենք, բան նախար հողերը տալիս են, չէ, հորս արև հողերը չենք տալիս։ Բայց ինչ թեմա է, ես իմ ոչ մի բան չկա, դե Լավրովն ասում է սեղանի վրա թուղթ կա, ընդդիմադիր ուժերը նորից բան են անում, թե բանա։ Հողերը տալիս հողերը։ Չեն ասում, որ այ ցավը տանեմ, Լավրովի պլանը սեղանի վրա թողեն, օրենք հրաժարական տվե։ Հիմա կամ դու անում ես, կամ չէ պատերազմ անեն ու կործանվելու ես երկիրը։ Մեղք ունեն, թե մեղք չունեն։ Հիմա դուք ինձ զորով մտցնում եք այդ դաշտ, որ ես ասեմ, թե ով ինչ մեղք ունի, բայց ես չեմ եկել դրա համար։ Ես եկել եմ ասեմ, նրանք ասում են, որ 19 Չեն ասել։ Ամեն ինչ արել են, որ Նիկոլն էլ ասի նոր կռիվելնի, նոր տասներ են գրավելու։ Պարոն Մարուկյան, բայց լավ։ Հիմա ես եկել եմ այդ 200,000 մարդ իմ ասած։ Ուղղակի զզվանքով է վերաբերվում այդ բոլորին, ում մասին հիմա խոսում ենք։ Դրա համար էլ չի կարողանում վատի եւ վատթարագույնի մեջ ընտրություն կատարել։ Բայց քանի որ իրավիճակն այնպեսին է, որ հիմա դրա ժամանակը չի, որ ասենք բանը Ռոբերտ Քոչյանը սա մեղավոր, չգիտեմ, այս մեկը նրա համար, Ծառուկյանը նրա համար, Ծառուկյանն ասում է, չգիտեմ, ինչ մեղք ունի։ Էական չի։ Դրա վաղտը չի։ Եթե այդ քննարկենք, ամենալավը ես կամ սաղի մեղքերը ասեմ։ Բայց դա չենք քննարկում։ Չէ, չգիտեմ, խի բոլորն ուզում են իմ մեղքերն ասեն, բայց դրա ժամանակը չի։ Ես հենց մտանք այդ դաշտ, այնքանի аз մեղքերն ասելու եմ, հոգնելու են։ Չէ, հիմա պարոն Մարուկյան, հիմա եթե ես 45 տարեկան եմ, իրանք 60 են։ Եթե ես ձեզ հետ հարցազրույց եմ անում, ումից խոսենք։ Հիմա տեսեք, դուք ես խոսում եմ ձեր շրջանից, ասում եմ դուք մասնակցել եք, չեք քննադատել։ Դուք ասում եք նախկինները։ Սա նույն Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր։ Ես չասեցի նախկինները, դուք ասում եք ինչի համար մեղավոր, ես ասում եմ, հարցնում եք։ Ուզում եք ճիշտը իմանաք, ձեզ ասում եմ։ Ասում եմ նոյեմբերի 9-ը տապալվել է, որովհետև Հայաստանում քաղաքական էլիտան, ընդ որում Ղարաբաղից բռնած։ Ղարաբաղ էլիտան էլ հետը։ Քաղաքական էլիտան չի ունեցել իմաստնություն, A եւ B տարբերակը կարող են ուզեցել որ անպայման տապալվի, չեմ կարող ասեմ։ Պետք է կանչել հարցաքննել, հասկանալ։ Ոնց է եղել, որ ամեն ինչ արվել է Հայաստանում, որ նոյեմբերի 9-ը տապալվի, որի արդյունքը Ղարաբաղի չլինելը։ Հիմա դրա մասին չեն ուզում խոսան։ Ասում են, գիտես որ Պրահայում Մակրոնի ու Շարլ Միշելի հայտարարությունը դրա խաթր Ղարաբաղը չկա։
Խեք խափեմ մարդկանց։ Լավ, պարոն Մանուկյան, հիմա անցնենք մեկ այլ թեմայի, որ հասնենք, որովհետև փաստորեն արդեն 30 րոպե մենք խոսել ենք Թուրքիայի հետ կապված։ Ասեցի, չէ, Ղարաբաղը երկար է։ Դե կարևոր թեմա է համենայն դեպս։ Առավել եւս որ մենք ունյուժերից ենք, որ ասում ենք, որ ժողովուրդը վերադարձի իրավունք ունի։ Մենք գիտենք դա ոնց ենք բանակցելու, մենք գիտենք ձևը, մենք ավելին կոնկրետ առաջարկներ ունենք, ոչ թե մնացած ուժերի պես պրոստը օթեմ ասում ենք վերադարձի իրավունք ունի, կոնկրետ դատական кейս ունենք, կոնկրետ դատական кейսի առաջարկություն ունենք, որը ես առաջարկել եմ 23 թվականի սեպտեմբերի էթնիկ զտումից հետո Նիկոլ Փաշինյանին, բայց չեն համաձայնվել, որ անեն, մենք դա անելու ենք, մենք դատ ենք տալու Ադրբեջանին ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայով, այնպես ինչպես Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունն է դատի տվել գործ բացել ընդդեմ Իսրայելի։ Պարոն Մանուկյան, շատ լավ, Արցախի օրակարգը հստակեցնենք, որ կա ձեր օրակարգում այսպես ընտրական Թուրքիայի վերաբերյալ վերջերս լսեցի դուք ասացիք, որ Թուրքիայի հետ սահման բացելը ձեզ համար առաջնահերթություն չէ եւ եթե դա տեղի ունենա, ապա դուք պետք է օրենսդրական փաթեթ ընդունեք, որպեսզի կանխարգելեք այդ թուրքական տնտեսական էքսպանսիան։ Ոչ թե տեղի ունենա, այլ չպետք է տեղի ունենա մինչև դա չլինի։ Ահա։ Դա լինի հետո նոր սահմանը բացի։ Այո, նա սահմանը սկսենք ընդդեմ, սահմանը մենք չենք փակել։ Հայաստանը հայ-թուրքական սահմանը չի փակել, դա փակվել է Թուրքիայի կողմից։ Բայց այդ սահմանը, ասել մեր Կարպիս Փաշինյանի Երուսաղեմի դարպասները չեն։ Մենք չենք աղաչելու ոչ մեկին, ոչ մի բան չենք զիջելու այդ սահմանը բացվելու համար ու ոչ մի հավելյալ բան չենք անելու այդ սահմանը բացվելու համար։ Ավելին, մենք ընդունելու ենք օրենքներ, մի մեծ փաթեթ ենք անցկացնելու, որով պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության ամբողջ տնտեսությունը, ռազմավարական օբյեկտները եւ այլ ազգային անվտանգության նկատառումներով այլ փաթեթներ ենք ընդունելու, որից հետո նոր սահմանը, եթե կբացեն իրենք, մենք կշահագործենք, խնդիր չունենք։ Հիմա եթե ես այստեղ նորից հակասություն տեսնեմ, նորից պետք է ասեք մյուս ուժերը այսպես, հստակ ձեր խոսքերի մեջ եմ հակասությունը տեսնում։ Ժամանակին, երբ իշխանությունները սկսեցին բանակցել, հա, Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել եւ այլն, դուք առաջին ալիքի եթերում, հանրային հեռուստաընկերության եթերում աբսուրդ որակեցիք բոլոր մասնագետների այն կանխատեսումները, որ կարող է տեղի ունենալ տնտեսական էքսպանսիա ու նման մի ձևակերպում եք արել, ասում եք, այ եթե Թուրքիան մտածեր, որ սահմանը բացելով մեզ վատություն է անելու, վաղուց կբացեր, բայց հիմա դուք փաստորեն հստակ տեսնում եք տնտեսական էքսպանսիայի վտանգը եւ որոշել եք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Փոխվել է մոտեցումը, թե հակասությունը։ Ես այն ինչ որ ձեզ ասում եմ, դա առաջարկել եմ նաեւ ներսում, սակայն դա որպես դեսպան հրապարակային առաջարկելու բան չի։ Եթե падգամավոր լինեի, ես նախագիծ կբերեի։ Ես առաջարկել եմ, որ պետք է մինչև բացվելը այդ օրենքները ընդունել։ Ես շարունակում եմ մնալ իմ մտքին։ Քանի որ սահմանի բացումը նաև այդ օրը այդ ժամանակ այդ ամբողջ ընթացքում ինքը անիրատեսական բան ա եղել, դա ձեզ ասեմ, բացարձական իրատեսական եւ այդ ժամանակը երկար ժամանակ կար այդ օրենքներն ընդունելու։ Այս մարտիկ, այս պարլամենտի ժամկետը սպառել են, արդեն վերջացել է։ Այդ օրենքները չեն ընդունել։ Բայն ժամանակ եթե դեմ եք այդ կարծիքն եք, ինչ էիք ասում, աբսուրդ են այդ մոտեցումները ու այսպես հումորով։ Որովհետև եթե մենք այդ փաթեթն ընդունում ենք, պետք չի դրանից վախենալ։ Բայց չեք ասում փաթեթը, հրապարակային չեք ասել։ Դա ներսում եք ասել, ես։ Որովհետև դա իմ հրապարակային ասելունը չի։ Չի կարա մի կառավարություն, որը բանակցում է, որ պետքա սահմանը բացվի, այդ կառավարության նույն ներկայացուցիչը ասի, ինձ օրենքներ ենք ընդունելու, որ փակելու ենք սահմանը։ Ներսում ասել եք իրենց։ Այո։ Բայց կողմ եք այդ ժամանակ սահմանի բացման։ Հիմա էլ եմ կողմ, բայց այդ անելիքը եթե փակ մնա, մեզ որևէ լավ տեղ չի տանելու։ Հիմա էլ եմ կողմ այդ անելիքը անելուց հետո։ Իդեպ, պարոն Մանուկյան, այսօր Նիկոլ Փաշինյանը նույն թեման։ Ես բան չեմ ասում, վիկինգների ժամանակների մարդ չեմ կացինով սենց։ Ես ուզում եմ, որ մեր երկրի սահմանները բացվի։ Բայց ասում եմ, ես հավելյալ դրա համար նվաստանալու ոչ մի բան չեմ անելու։ Արդեն քանի տարի է բանակցում են, 2 տարի առաջ իմ դեսպան եղած ժամանակ համաձայնություն եղել որ պետք է երրորդ երկրների հետ բանը բաց։ Այո, մինչև այսօր էլ դրա շուրջ է բանակցում։ Իդեպ, եթե դուք ներքին խոհանոցին ծանոթ եք, այս իշխանությունները երբ հստակ ասում են, որ նախապայմաններ չկան, հա, Թուրքիայի հետ բանակցությունների, այդ նախապայմանները բարձրաձայնվել են Թուրքիայի կողմից եւ որոնց են Հայաստանի իշխանությունները համաձայնվել, որ պետք է կատարեն։ Ես ոչ մի բանակցության չեմ մասնակցել հայ-թուրքական բանով, տրակով, ես կարող եմ ասել, որ եղել է համաձայնություն, որ բոլոր հայտարարությունների վերջում գրվի, որ բանակցվում է առանց նախապայմանների։ Հրապարակային թե ՔԼՉ-ի, թե Ռուբինյանի հայտարարություններում գրված է, բանակցվում է առանց նախապայմանների։ Կամ բառացի եմ ասում, բայց բառացի չեմ ասում։ Բայց այն որ նախապայմանները մարդիկ հրապարակային ասում են, նայեք։ Այդտեղ գրում են, այդտեղ գրում են։ Բայց այդ հրապարակային ասում են, այ օրինակ, եթե դուք Ադրբեջանի հետ արդեն ես
բաներն էլ անեք, արդեն մենք էլ всё, մենք կբացենք։ Ման դա նախապայման է։ Հիմա իրանք չեն ասել, չէ, զինանշանը փոխեք։ Թուրքիան չի ասել այս նման բան։ Ինձ հայտնի չի որ ասել։ Ես չգիտեմ, չունեմ ինֆորմացիա ասում։ Բայց Ալիևը ասում է։ Դա նախապայման է, թե նախապայման։ Եթե Ալիևը ասում է, ուրեմն Թուրքիան էլ ասում։ Դե իմիք կա, օքեյ, եթե Ալիևն ասում է ուրիշ երկրի սարը, դրել եք ձեր զինանշանի վրա, ճիշտ է։ Այսինքն Թուրքիան Ալիևի շուրթերով է ասում։ Կարա Թուրքիան ասի, եղբայրը լսի։ Քեզ ինչ իմ երկրի սարը, որ զինանշանի վրա է, դու քու հարցերը բանակցի։ Մենք օքեյ ենք որ իրանց զինանշանի վրա։ Չի ասում, չէ։ Դե ուրեմն իրար հետ համագործակցաբար անում։ Պարոն Արաքյան, իդեպ ուզում եմ հասկանալ ինչպես կարձագանքեք Նիկոլ Փաշինյանին, որը ես հիշեցրի ձեր այսպես հումորային մեջբերումը, այսօր էլ նա է ասում է ստացվում է, եթե Թուրքիան սահմանը չի բացում, ուրեմն մեզ լավություն է անում, նույն տնտեսական էքսպանսիային է իդեպ անդրադառնում։ Ասում է հիմա նշանակում է Թուրքիան մեզ լավություն է արել, չէ՞, որ չի բացում եւ Դա գիտեք ինչքան հին թեզ, այդ թեզը նաև ասվել է 2008 թվականի Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ։ Շատ լավ, օքեյ, ստացվում է, չի ստացվում, դու քո տնային աշխատանքը արել ես, դու քո երկիրը պատրաստել ես այդ սահմանը բացելուն։ Մենք սա ենք քննարկում, չենք քննարկում, որ այդ էքսպանսիան ինչ ձևի է։ Էքսպանսիան լինելու է, բայց դու ինչքան ես պատրաստ այդ էքսպանսիային։ Դու այսօր ոչ մի արտադրանք չունես, որը մրցակցային է, թուրքական որևէ արտադրանք։ Հիմա այսինքն Փաշինյանն Բայց միևնույն ժամանակ սահման փակել, ասենք օրինակ սահման փակելը ագրեսիայի ակտ է։ Մենք եթե իրանք սահմանը բացեն, մենք փակենք օրինակ։ Մեր կողմից։ Դա ագրեսիայի ակտ է։ Հետո որևէ պաշտոնատար անց դա ես կլինեմ որպես դեսպան, ինքը որպես վարչապետ, պետք է խոսա կողմ բացմանը։ Դա օքեյ է, դա բոլորն են խոսացել։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև մի խոսում են։ Ես ասում եմ, բայց այդքան ժամանակ խոսացվել է, մի հատ օրենսդրական փաթեթ չի տարվել ազգային ժողովում ընդունվել, որ պատրաստ լինի, մեր կադաստրը պատրաստ լինի, մեր մնացած ինստիտուտները պատրաստ։ Երբ կբացեն։ Չի արվել ոչ մի բան։ Ես դա մարդկանց խոսք եմ տալիս, որ մենք անելու ենք։ Պարոն Արաքյան, շատ լավ։ Ուշ կա որ խոսք տալի, չկա։ Մենք ենք խոսք տալի։ Պարոն Արաքյան, հասնենք եւս մեկ եթերային ժամանակը սպառել ենք, բայց փորձենք շատ կարճ անդրադառնալ ձեր եւս մեկ խոստման։ Դուք ասում եք խաղաղության պայմանագիրը, որը նախաստորագրել են, դուք չեք ստորագրելու։ Այդ դեպքում ինչ եք անելու, ինչ դրույթներ եք փոխելու, եւ նաեւ ես սահմանազատումը, քանի որ այսպես պայմանավորվել են, հիմա Մուստաֆաևը եկավ, պետք է իրականացնեն ի վերջո, սա ինչ ենք անելու, կանոնակարգին էլ եք դեմ արտահայտում։ Այո։ Խնդրեմ։ Նախ կանոնակարգը ըստ էության սխալ է հաստատվել, կանոնակարգը հաստատվելու ժամանակ չի դրվել դրա տակ քարտեզ, որով որ պետքա մենք նախանշվի հիմք գոնե նախնական, թե ոնց ենք աշխատում։ Կանոնակարգը հաստատվելու ժամանակ որոշվել էր միայն Տավուշի 12.9 կիլոմետրի վերաբերյալ մի հատված քարտեզի, որով որ արվել է այդ միակողմանի հողերի հանձնումը։ Դա սահմանազատում չի բնական, դա հողերի հանձնումը։ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող հողերը հանձնվել են Ադրբեջանի։ Սակայն, եթե վերցնենք, որ ինչ-որ գիծ է ընդունվել որպես գիծ, ապա այդ գծից ելնելով, կողմերը այդ գիծը ճանաչել են, այն պատը որ կա այնտեղ։ Պետք է Ադրբեջանն էլ գնար ելման դիրքեր, իր տարածք, զինված ուժերը հաներ, բայց չի հանել։ Հետեաբար սահմանազատում Հայաստանում չի սկսել, ուղղակի միակողմանի հողեր են հանձնվել։ Հիմա բանակցում են, որ նոր հողեր հանձնվեն միակողմանի, եւ եթե հունիսի 7-ին ընտրվեն, այդ նոր հողերն էլ հանձնվելու։ Որ հողերի մասն է խոսքը։ Տարբեր մարզերում, եւ Տավուշի, եւ Սյունիքի, եւ Վայոց ձորի, եւ ինչքանը որ հիշում եմ, հիմա կարծում եմ այդ 3-ը ասեցի։ Այսինքն հստակ պայմանավորվածություն կա։ Հստակ պայմանավորվածություն չկա, Ադրբեջանի պահանջները հրապարակային է, բոլորը տեսել են, բոլորը գիտեն։ Հա, պայմանավորվածություն կա որ տալու են։ Նրանց մեջ, այո, Հայաստանի եւ Ես տեսնում եմ, որ այդ հանձնաժողովները հանդիպում են, Ադրբեջանը մի միլիմետր ոչ մի տեղից դուրս չի եկել, միայն մենք ենք դուրս եկել։ Եվ պարոն Արաքյան, շատ Ես դեռ եթե այս իշխանությունը մնում է, ես սպասելիք չունեմ, որ որևէ տեղ, որևէ բան կարա լինի։ Ավելին ասեմ, այդ Արցվաշենի այդ թեման, որ Արցվաշենը գնանք վերցնենք, ապրենք։ Արցվաշենի թեման եք ինչի մասին է։ Դա նրա մասին է, որ նոր տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին Արցվաշենի ազատագրման դրոշակով։ Դա ֆունդամենտալ խայտարակություն է։ Ես ձեզ ասեմ, որ մեր կառավարության դիրքորոշումն է եղել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա որևէ անկլավ, եւ ես եմ դա կոմունիկացրել հրապարակային,
ես եմ այդ հայտարարությունը արել կառավարության անունից, սակայն կառավարության ձեռքի տակ կան իրավական փաստաթղթեր, որ Արցվաշենը այո Հայաստանի Հանրապետության տարածք է համարվում։ Հիմա ինչ են անելու։ Կարճ։ Ասել են Արցվաշենը վերցնելու համար, պարզել ենք, կամ Որ պետք է Մալիևն այսինչ ասում է, տանք։ որ մենք ունենք SSS բաները, դե որ պետք է տանք իրանց, դե ինչ անենք։ Չտանք պատերազմ կլինի։ Մենք չենք տալու ոչ իման։ Նրանք տալու են։ 100%։ Բայց Արցվաշենից էլ հույսներս կտրենք։ Գիտեք, կարելի է բանակցել եւ Արցվաշենը, որը որ եթե իրանք կարողանում են հիմնավորել, որ Հայաստանի տարածքում որևէ բան կա, որը չեն կարողանում հիմնավորել, կարող է դա փոխանակել։ Այն ժամանակ, որ ասում եք, որ խոսում էին, փոխանակման մասին խոսում էին, թե միակողմանի զիջման մասին էին խոսում։ Ես համանազատական հազարժողովի անդամ չեմ, ես չգիտեմ։ Տեղեկություն չունեմ։ Տեղյակ չեք եղել այդ գնահատականից։ Ես հրաժարական եմ տվել մինչև այդ խայտարակ process-ի մեկնարկելը եւ իրեն էլ ասել եմ։ Սահմանազատման։ Այո, եւ իրեն էլ ասել եմ, որ հանկարծ եթե դուք միակողմանի դուրս եկաք, դա լինելու է հերթական պարտությունը եւ խայտարակություն, որովհետեւ եթե պետքա մենք սահմանազատում անենք, իմ առաջարկը հետեւյալն էր։ Եթե ամերիկացիները պատրաստ են այդ process-ի մեջ իրենց ներդրում ունենալ, այն ժամանակ ամերիկացիներն են ներգրաված, իրանք պետքա կանգնեն, մենք քաշվում ենք մեր կետից հետ, իրանք իրանց կետից հետ եւ երրորդ կողմը դա նայում է, արձանագրում է արձանագրությունը կազմում է, երեքն է ստորագրում են, որ այս մարդիկ այս ճանաչված գծից դուրս եկան գնացին հետ, որտեղ առաջ էին, մենք էլ ճանաչված գծից, որտեղ որ առաջ էինք, դուրս եկան գնացինք հետ մեր գիծը։ Վարչապետներն ասավ եղավ, հենց տենց էլ դի անենք։ Դες հրաժարական տվի ամիսներ անցավ, մենք դուրս եկանք, իրանք չէ։ Շատ լավ, պարոն Մանուկյան, շնորհակալ եմ ես ձեզ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանի հետ, կհանդիպենք վաղը նույն ժամին։ Լավ եղեք։